Բարեձեզ Վարդան Վարդանյանն ուզում եմ այսօր շարունակեմ թեման, երկրորդ մասը համարենք ուրեմն Ուկրաինայի հետ կապված ամերիկա-ռուսական բանակցությունների մասին։ Կարծես թե ռուսները ինչպես ոչ թե կարծես թե արդեն ասել եմ դրա մասին, որ Պուտինը համարում է իր արժանապատվությունից ցածր, որ ինքը ուղղակի կերպով խոսա Ուկրաինայի հետ, ինքը բանակցում է Ուկրաինայի ապագայի մասին միայն ամերիկացիների հետ, նույնիսկ եվրոպացիների հետ չի խոսում, որպեսզի հանգարց իր ստատուսը չիջնի, ով է որ նրա հետ խոսան, դուք մի հատ երևակայեք վաղ միսօր, ասենք Հայաստանի մասին իրեն խոսքը, հա, ում հետ էր խոսալու Թուրքիայի, ոչ հայերի հետ, հա, այսինքն այդ մոտեցումն է իր մոտ եւ դա այդ շարունակվում է Տրամպը իհարկե այսքան մանրամասնությունների մեջ չի մտնում, չի հասկանում, իրան դուր է գալի, որ ինքը դեռևս խոսում է Պուտինի հետ, որտեղ մեծ պոլիտիկոս է ուզում խաղա, դա իհարկե արտահայտվում է նաև իր որոշումների մեջ, նաև ով է իրեն ներկայացնում, հա, երբ որ երկրի ղեկավարը իրեն շրջապատում է իր քաղաքական եւ մանավանդ արտաքին հարաբերությունների բնագավառում դիլետանտներով, այսինքն ոչ փորձագետներով, ցույց է տալիս այդ մարդկանց հասկացողությունը։ Տվյալ դեպքում ով է բանակցում ոչ թե Մարկ Ռուբիոն, որը փորձառություն ունի եւ ի պաշտոն է եւ ուրեմն պետական անվտանգության հարցերով իր խորհրդականն է եւ արտաքին գործերի նախարարն է, երկու պաշտոններ ունենալով, այլ իրեն Մարկոին շրջանցելով բանակցում է ինչ որ Նյու Յորքից անշարժ գույքի առևտրական կամ developer, ասենք, որ լոգիկայով ասա այսպես դժվար է բացատրել, միայն պետք է հասկանալ, որ դա կատարվում է այն դեպքում, երբ որ երկրի ղեկավարը չի հասկանում, չի գնահատում ոչ մի պրոֆեսիոնալ բաներ, իր այն կատեգորիայի մեջ է անգնում, որ ասել էին հայերից ինչ-որ մեկը, որ հայերը լավ դիպլոմատ են, որովհետև լավ առևտրական են։ Դե դու եթե Նյու Յորքում կարող ես մի բան ծախես, ասենք թե դու ուրեմն լավ բանակցել գիտես։ Պրոբլեմը ինչու՞մն է, հետաքրքիրը, որ ես Նյու Յորքի եւ Թրամփը այդ ասաց, երբ որ իրան հիմա կասեմ դրա մասին, որ ասացին, որ սենց նույնիսկ խորհուրդներ ա տվել Ուշակովին, ասեն Պուտինի խորհրդականին, թե ոնց Պուտինը պիտի զանգահարի Տրամփին եւ ինչպեսի մոտեցում ցուցաբերի, ինչպես խոսա, որպեսզի ստանա իր ուզածները, այսինքն դավաճանությունը հակառակորդին բացատրելա, թե ինչպես իր բոսին, Ամերիկայի պրեզիդենտին ոնց ֆրացնես, հա, ոնց մոտենաս իրան։ Ինքը չհասկացավ, որ դա է, ասում է, դե նա ծախում է, դե բանա ծախում, այս րոպեին պիտի ծախի Ուկրաինան ռուսներին, այդ ինչ որ մենք ասում ենք եւ այլն։ Այսինքն ինքը նույնիսկ չհասկացավ խնդրի էությունը, որ ստեղ խնդրեմ գոյություն ուներ։ Հասկանալի է, որ ընտրողներից չի կարելի միշտ սպասել, որ նրանք պիտի հասկանան ամբողջ խնդիրները, աշխարհի եմ ընտրում են շատ անգամ ինչ-որ մարդու, որը պատրաստ չի այդ գործը անելու, բայց երբ որ այդ մարդը չի հասկանում, որ պետք է գոնե իրեն շրջապատի եւ առաջնորդվի գործից հասկացող մարդկանցով, դա արդեն մեծ խնդրեմ է սկսում երկրի համար։ Տվյալ դեպքում առաջի իր պրեզիդենտության ժամանակ ինքը շրջապատված էր գոնե ինչ-որ գեներալներով, բաներով, պետք է ենթադրել, որ ինչի մենակ գեներալներով, ինչու էր իր աշխատակազմի ղեկավարը գեներալ, ինչու էր իր ես ինչի բանամ պետական ազգային անվտանգության հարցերով խորհրդականը գեներալ, ինչու պարզ նրա համար, որտեղ ինքը գոնե հասկանում էր, որ ինչ-որ մեկը համազգեստով մեծ աստղեր ունի վրան, դա ինչ-որ բան է նշանակում, հա, ինքը կադետ է եղել ինչ-որ մի ռազմական բանում, ոնց որ ասած Սուվորովի ինչ-որ տեղում ուսումնարանում։ Մի խոսքով այդքան հասկանում էր, տես մարդկանց է նշանակել։ Իհարկե գեներալները գոնե ամերիկյան կոնտեքստի մեջ շատ փորձառու մարդիկ են, նրանք նաև ոչ միայն հասկանում են ռազմական գործ, նաև հասկանում են գեոպոլիտիկա, նրանք հասկանում են պատմություն, նրանք հասկանում են բանակցություններ, հասկանում են միջազգային հարաբերություններ եւ այլն, եւ դա ահագին իրան օգնում էր այդ հարցը։
Նաև հասկանում են օրենք եւ ինչպես պետք է այդ բոլորը արվի օրենքի սահմաններում, օրենքի ինչ կարելի անել, չի կարելի անել եւ այլն։ Դա իրան իհարկե շատ սահմանափակում էր, դրա համար ինքը երկրորդ անգամ արդեն շրջապատեց իրան ոչ մի գեներալ լինի կամ ոչ կամ դիպլոմատ պրոֆեսիոնալներով, այլ մարդիկ ոնց բերեց դրսից։ Դարապես երկի ղեկավարների մասին, որ տեսնում ես, որ դրսից իրեն իր նախկին ընկերներին ա բերում, այդ տվյալ դեպքում բերել է ում անշանակել բանակցող, նորից անշարժ բանի, դա նշանակում է, որ ինքը չի վստահում պետական սիստեմին, ինքը պետական սիստեմը չի հասկանում։ Եվ դա իրան ավելի լավ է որ լինի մեկը, որ իր լեզուն է խոսում։ Ժամանակ կար, երբ որ մարդիկ դառնում էին քաղաքական գործիչ, նախքան դառնալը իրենց ընտրապայքարի ժամանակ խոստումներ էին տալիս։ Շատ բաներ են ասում։ Ես ամենալավ օրինակը տամ հենց հայերի կոնտեքստի մեջ, որ պարզ լինի, խոստանում էին, որ հա պիտի ճանաչենք օրինակ հայերի ուրեմն եղար, գերացիդ։ Հետո դառնում էին պրեզիդենտ ու հանգարց իրենց ասում են, որ դասի կարող ես ճանաչես իհարկե, բայց դա մեզ մոտ խնդիրներ կառաջացնի Թուրքիայի հետ, որ ՆԱՏՕ-ի անդամ է, որ կարևոր է եւ այլն։ Իհարկե դա կարծիքով սխալ մոտեցում էր, բայց ասում էին իրան եւ ինքը իսկույն այդ պրեզիդենտի մի ամբողջ շարք կար, որոնք իսկույն հասկանում են, չէ, այստեղ այս խոսքից են կողմ ինչ-որ ուրիշ հետևանքներ կարող լինի, որը պետք է միգուցե լսել պրոֆեսիոնալներին, արդյոք դա արժի անել, թե չարժի անել։ Եվ դրա համար տարիներ չէր արվում, երբ որ Բայդենը վերջապես այդ արեց, որ մարդիկ չեն գնահատում այսօրվա դրությամբ, դե եղավ, հետո ինչ ու անցնենք առաջ, հա, այդ ուղղակի լավ, պիս խոսքեր չասեմ, բայց իրապես ցույց է տալիս մարդկային իրանց արժեքները չասեմ, ուրիշ իրանց ով են իրանք, հետա ցույց տալիս այդ մարդկանց հետ։ Հիմա տվյալ դեպքում մարդը բերել է ինչ որ վաճառականի, ասենք անշարժ գույքի, որը բանակցություն էր անում։ Եվ ամենահետաքրքիր բաներից մեկը ինչ է, որ ասեց, որ ես հանդիպեցի նորից Պուտինի հետ, ես կարծում եմ ինքը ճիշտ է խոսում, ճիշտ է ասում։ Շատ լուրջ դեմքով էլ ասենց ասեց։ Նույն բանը Թրամփն էր ասել քանի անգամ եւ այլն։ Նույն բանը հիշում եք, եթե Բուշն ասել էր Պուտինի աչքերի մեջ նայեցի, տեսա իր հոգին եւ այլն։ Ինքն էլ դիլետանտ է, չէ՞, եղել։ Պրոբլեմը ինչ է այստեղ։ Ես հարց ունեմ այդ մարդուն։ Դու Նյու Յորքում երբ որ անշարժ գույք ես ծախում, դու տենց հավատում ես քո հետ բանակցող հաջորդ կողմի հետ, որ ինքը ճիշտ է խոսում, թե դու ենթադրում ես միանգամից ապրիորի, որ նա սուտ է խոսալու, դու էլ պիտի սուտ ես խոսում, եւ դուք պիտի երկուսդ այնպես դու ոնց ես հենց անցնում պետական բանակցությունների միջազգային ինչ-որ հարցերի մեջ, ենթադրում, որ Ռուսաստանի նախկին KGB-ի ուրեմն ագենտ, ասենք սպա, մարդը քեզ պիտի ճիշտ խոսա, եւ դու դրանից հրապուրված ես։ Դա էլի դիլետանտության նշան է, որտեղ այս մարդիկ առաջի անգամ հնարավորություն են ստացել առևտրական հարցերից բացի միլիոններ, միլիարդներ սարքելուց ինչ որ պետական գործի վրա դուրս գալ եւ իրանք սենց ապշած, սենց ոնց ասեմ, հիացած, մի քիչ սենց ընկճված, որ տենց ինչ որ մարդու մոտ են կանգնած, ինչպես ուրիշ երկրի մեծ երկրի ղեկավարի մոտ Եվ այ ինքը բան ասեց, ես հավատում եմ, հանկարծ մոռանում են իրանց այդ ամբողջ առևտրական խորամանկությունները, բաներ եւ այլ, սենց մի անգամից ջրվում են, հալվում են արջևը։ Դա էլի նորից դիլետանտությունից է գալիս։ Եվ դա է տենց է, շատ հեշտ է տենց մարդկանց ուրեմն բան արել, manipulate անել, հա։ Հիմա ամենահետաքրքիրը ինչ է, ուրեմն այս մարդը Էլ Աշճանի է հասել արդեն ուզում է ամեն կերպ արդեն լավություն անի Պուտինի ուզածները արած լինի եւ նույնիսկ արդեն հասկանալով որ կարող է պատահի հանգարց Թրամփը նորից փոխի միտքը, դե Թրամփները ամեն ուրբաթ միտքը փոխում է, չէ՞։ Մի օր լրիվ զենքեր էր տալիս, թամահակներ էր տալիս բանին Ուկրաինային, այլ հաջորդ օրը վերջացավ թամահակներ չի տալիս եւ ինչ որ 28 կետանոց ծրագիր է ներկայացնում, որը ընդհանրապես կապիտուլյացիա է Ուկրաինայի համար։ Հիմա ով էր գրել, պարզա որ բոլորը պարզեցին եւ ուրեմն կոմպյուտերային անալիզի միջոցով եւ ամեն ձևի որ դա հիշեցին հանգարց որ դա հին ռուսական ծրագիրն է նույնիսկ դա վատ կոմպյուտերային թարգմանությունով է դարձել անգլերեն դա ռուսերեն է գրված եղել օրիգինալ իր ձևը մուտքով պարզապես վերցրել է ու փոխանցել է
Բայց Վիտկովը ինչ էր անում, ուրեմն ձայնա խոսակցությունը Վիտկովի, այս դիլետանտության աշխարհը նայեք, որ իր հետ թարգմանիչ չի տանում, ուրեմն արտգործնախարարությունից ոչ մեկին դեսպան բան չի տանում բանակցությունների համար եւ թռնում է անձնական օթանավով, այսինքն private օթանավով է թռնում, ոչ պետական օթանավով, որը ավելի ապահով է, ավելի էլեկտրոնային ուրեմն լսումներից եւ անտեսակից պաշտպանված է եւ այլ, ինքը թռնում է ինչ-որ անձնական բանով, հետո գնում է այնտեղ մենակ Մնում է իրանոցում, իր անձնական հեռախոսն անդեղ գործածում, միացնում անջատում, առանց մտածելու, որ հեռախոսը չի բանանում, դրանով զանգում է Վաշինգտոն, խոսում է բան։ Մի խոսքով այս երևույթ, ուրեմն, այս Չարչին, Նյու Յորքի խոսում է ուրեմն Պուտինի կողքնական Ուշակովի հետ եւ սկսում է նրան բացատրել, թե ոնց ինքը մոտենա, ոնց Պուտինը պիտի մոտենա խոսակցությունը վարի Թրամփի հետ, որպեսզի նրան համոզի։ Կոնկրետ ասելով, որ դու շատ խելոք ես, այն ինչ հրաշքներ գործեցիր դու Գազայում, մենք հետևում էինք, շատ վայ չտեսնված ճիշտ բաներ ես արել, հիմա այստեղ ես ուզում անես իհարկե Ուկրաինայի ես քո ծրագիրն է։ Եվ գաղափարն էր, որ ռուսական ծրագիրը ներկայացնենք որպես Թրամփի ծրագիր։ Եթե ասենք, որ ընդունենք, որ սա քոնն է, նա ավելի հեշտությամբ կընդունի, որ դա հա լավ է ծրագիր թող լինի, որշապես է իր ծրագիրն է։ Ոչ ես կարող դու քո ծրագիրից հրաժարվես։ Այսպիսի խորամանկություն կատարվեց եւ այստեղ բանի Ուշակովի հետ խոսակցությունը ուրեմն ձայնագրվել էր։ Եթե այդ հիմարը իհարկե այնպես է խոսացել, չի հասկանում, որ սա աշխարհը լսում է իրան հեռախոսային որևէ բան լսելը պրոբլեմ չի։ Եվ ով է դա բաց թողել, որտեղ Bloomberg-ը հրայտարակեց դրա մասին, նաեւ իսկ Bloomberg-ին որտեղից այդ հեռախոսային խոսակցության ուրեմն ամբողջ գրված ձևով տրված էր եւ ձայնային ձևով Bloomberg-ն էլ ստուգել էր իհարկե որ սա արհեստական բանականության սարքած չի կամ ինչ որ բառերը ստեղից այնտեղ կտրել կպցրել են եւ այդպիսի բան չի եւ ճշտել էր նա երկու աղբյուր ունենաս նախքան հրատարակելը այդպես բան չեն անում թե չէ մի խոսքով տարբեր ծիորներ էր կա որտեղից եկա Bloomberg-ին իմ ազնական բանն է որ սա իհարկե ամերիկյան տախուսություններ, որ ձայնագրել է այդ խոսակցությունը եւ հետո ինչ որ մեջից բաց են թողել, որ այս ինչ անում էս մարդը։ Եվ հետևանքը այն եղավ, որ չնայած Թրամփելի ասեց, հա դե ինքը ծախում է Ուկրաինան, տենց են անում գործը, գործարքը չգիտեմ ինչ, առանց հասկանալու որ դու չպետք է ծախես ուրիշ երկիր, դա քո ապրանքը չի, դա տուն չի։ Այնտեղ ուրիշ մարդիկ կան, հա, այդ երկիր տեր ունի, այսպես ասած։ Բայց այդ թրավ։ Հիմա ստիպված եղավ հետ քաշվի եւ ստիպված եղավ State Department-ին արտգործնախարարությունը ներգրավեն այս գործի մեջ եւ Ռուբիոն սկզբում ասաց այդ 28 կետը ես գիտեմ ինչ է, հետո ասաց հա գիտեմ, բայց մենք դրա վրա աշխատում ենք։ Դա չուսացի իրավորի Թրամփին, գործը ասավ այնտեղ որ դարձավ 12 կետ, ոչ 28 Այդ էլ հետաքրքիր էր, որ ահագին է Թրամփը երևի դուրս գցեցին Պուտինյան բոլոր ուզածները եւ հիմա նոր դրա վրա են բանանում, որ դեռ իհարկե չեն ներկայացրել նոր հանդիպեն է եկող շաբաթ եւ դրա վրա սկսեն բանակցել։ Այսինքն պետք է բանակցության բազան ինչի վրայից սկսում է բանակցությունը շատ կարեւոր է։ Այդ 28 կետը որ նա հրամցրել էր, այսինքն Վիտկոֆին էլ շատ արագ ուզեց հայտարարի, որ սա Թրամփինն է եւ Թրամփն ասել է, որ սա վերջնական վերժնն է, պետք է ուկրաինացիները դուք հիմա համաձայնվեք, թե չէ ես կզրկեմ բոլոր հետախուզական տվյալներից, օգնությունից եւ զենքեր չեմ տա այս կոմենկոմ։ Թրամփը արդեն հասկացավ, որ չէ, լավ չի։ Ինչու՞։ Ինքը այդ բաները չի հասկանում։ Ինքը հասկացավ դա, որովհետեւ հանգարց ամբողջ Republican կուսակցությունը կոնգրեսում բարձրացավ ասաց սա ինչ է անում նախավարաջ այդ Վիտկովնովը որտեղից էս բերեք կախներից կապել ինքը պրոֆեսիոնալ չի գործից բան չի հասկանում բառացի այս խոսքերով ասում են նրան պետք է միանգամից գործից ազատել ուրիշ երկրներում նրանք կդատեին դավաճանության համար եւ դա արդեն իհարկե ստապեցրեց Թրամփին, որ դրա համար ասեց, որ չէ, սա վերջնական վերժնը չի, մենք հենց սրա մասին խոսում ենք, բանակցում ենք, ստեղ աշխատում են դրա վրա։ Այսինքն ինքը հետ գնաց մի քիչ, կաշվեց այդ իր հոխորտալով, որ խոսում էր Ուկրաինային, սենց կանենք, եթե չընդունի այս պլանը։ Դա իմ պլանն է։ Ոչ մի ձև իր պլանը չէ։
Մի խոսքով էսել էս հետևանքները ունեցավ եւ դեռ չվերջացած չի, իհարկե սկանդալը շարունակվում է, դա մարդեն անունը դրել են Witkoff Gate, Watergate-ի տարբերակով, հա, դա եւ գնում առաջ, այդտեղ կտեսնենք ուր կհասնի, չեմ կարծում ինքը հասկանում է, որ Witkoff-ին պետք է հեռացնել, ինքը ընդամենը ասաց, որ դե լավ, բոլա մենակ ճամփորդես, մի հատ սրա հետ գնա։ Բանակի քարտուղարին, Army Secretary-ն ասում, այդտեղ դա ընդհանրապես քաղաքացիական դեմք է, քաղաքական նշանակում է, ամեն մի ճյուղ, ռազմական ծովային ուժերը, օդային ուժերը ունեն իրենց ռազմական զինվորական գլխավոր հրամանատար, բայց նաև ունեն քաղաքական նշանակումով քարտուղարանով, այսպես ասած, Secretary of War կա, պաշտպանության մեծը կա, ուրեմն, բայց կա նաև Secretary of Navy, Secretary of Army, Secretary of Air Force։ Մի խոսքով այս մարդուն են ոնց ասում են մի հատ նա գնում էր բանակցելու այդ մարդիկ գնում էին Ուկրաինա բանակցելու որ ռազմական հարցեր լուծեին ինչ տեսակ զենքեր բան են պետք իսկ ում փոխեցին այդ միսիայի մի մասը որ դե համել համոզի որ ընդունել էս բոլոր պլանը 28 կետանոց Ես շփոթվեցին նախորդ պատրաստված չէին այդպես բանի բայց համել եւ իրանք ճիշտ մարդիկը չեն դա բայց Ուկրաինացիները իհարկե շատ խելոք վարվեցին, Զելենսկին շատ խելոք վարվեց, նորից ասաց, հայ ես ոչ ման չեմ մերժում, իհարկե սա շատ բան է։ Բանակցում ենք սրա հետ, եվրոպացիները իսկույն իրեն թիկունք կանգնեցին այդ գործի մեջ, բայց իր audience-ի համար, իր լսարանի համար ներքին։ Զելենսկին դեպի հարցակալից է ինքը արդեն պետք է մտածի դրա մասին, վրկացավ ասաց, որ նայեք, ասում եմ, մենք շատ անելանելի դրության մեջ ենք գտնվում։ Մենք պետք է կամ մեր ամենակարևոր դաշնակցի հետ կռվենք ուրեմն գործնենք կամ պիտի կորցնենք մեր արժանապատվությունը տանք մեր երկրից հողերը եւ այլն սա ասած այդ 28-ի հետ կապված եւ սա որոշ իմաստ քաղաքական իմաստով ասած ոչ թե ինքը հիմա մտածում է վերընտրվելու մասին դե ինչպես գիտեք ընտրությունները այնտեղ կանխակայել Միջև պատերազմի ավարտը, այլ նրա համար, որովհետև այնտեղ իհարկե այդ մեծ կաշառակերության սկանդալը բարձրացավ, որ ինչքան էլի էս Նեխմաչյանին այնտեղ էլի գողանում են կաշառակերություն կա եւ այլ եւ այլ։ Իրեն պետք է ցույց տալ, որ ինքը դեռ Ամերիկայի հետ ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի էս իրավիճակը եւ դրությունը այդքան հեշտ չի։ Այս լարված շատ նուրբ բանակցությունների ընթացքում ինքը պետք է կառավարի այս իրավիճակը։ Դա իր ներքին լսարանի համար ինքը այդ հայտարարությունը արեց։ Խոսելով ամերիկացիների հետ ինքը նորից շարունակեց այն բանը, որ շատ շնորհակալ ենք, ամեն ինչ տալիս եք, ամեն ինչ շատ լավ է, մենք հավատում ենք ձեր պլաններին, ուզում ենք միշտ բանակցենք, դրանով ոչ մի խոսք չկա, մենք ոնց որ ասում են, բան չենք անում։ Ինչու՞, որովհետև նաև Ուիտկոֆն ու Քուշները, Փեսան Թրամփի ընդհատասում են դե ուկրաինացիները ոնց որ թե ինչ որ չեն ուզում ոչ մի բանի կանգնել են իրենց տեղը չեն ուզում շարժվեն եւ դրա համար այդ ջղայնությունը առաջացավ Թրամփի մոտ որ չանպայման պիտի լինի հիմա որ այդ ասեցին իրանք էլ ասին հա չէ կբանակցենք խոսքը բանակցել է որն է այսինքն ամերիկացիների հետ են բանակցում ուկրաինացիները բանակցում են այն բաների մասին ինչ որ ամերիկյան եւ ռուսաստան իրար հետ բանակցել են Ամերիկան վերցնում է Ռուսաստանից ինչ որ բաներ, բերում է Ուկրաինան, ասում է պիտի ուտես, ընդունես։ Նրանք ասում են ախր չէ, բայց դա աննարին գործ է, եթե ես ամբողջ Դոնբասը տամ, հետո ես պաշտպանել չեմ, դա պաշտպանական զոնա է, դրանից հետո ամբողջ տափակ տարածություն է, տապաստան այնտեղից երբեք պահել չեմ կարողանա դրանից հետո։ Հետո դու չես կարողանա, ՆԱՏՕ-ն չի կարողանա պաշտպանվի երբևէ։ Դա շատ վատ տարբերակ է մեզ համար եւ այլն, եվրոպացիներն են գալիս այդ մի բանն են ասում, ես կոմենտում, որ ինչու համար գեոպոլիտիկայից գեոպոլիտիկան դրամեջը գեոկա է geography աշխարհակահաղական աշխարհի մասը ինքը բոլորը ինչ են հասկանում Ուիտկոֆի մասին չեմ խոսում ստեղ իրանք չեն հասկանում այս 5 կիլոմետր հետ գնալը ինչ է նշանակում 10 կիլոմետր այս կողմ ինչ է նշանակում ինչի է կարևոր ինչի են կռվում դրա համար եւ այլն այս իրաց չի հետաքրում իրանց հետաքրում է ինչ որ մի հատ բան անեն որը ասեն որ այ վերջապես մի բան ստորագրեցին Այդ ստորագրությունը քան ինչ արժի, քանի րոպե մնալու նախքան հաջորդ ռազմական գործողությունները իրանց չի հետաքրքրել այս րոպեին, իրանք պետք է այդ բանը անեն։ Մի խոսքով էս է իրավիճակը եւ դա չի փոխվելու ոնց որ թե որովհետեւ
ամեն անգամ ուրեմն մի բան ասում, մի բան անում, բողոքում են դրա դեմ եվրոպական համայնքը երկրները եւ հենց Republican base-ը դեմոկրատներին ոչ ոք չի լսում եւ ինքը մի բան հետ է գալիս նորմալանում է հետո մի հատ հեռախոսային զանգ ունենում Պուտինի հետ ամեն ինչ քանդվում ամեն ինչ հալվում է ինքնուրույն մտածելու ոչ մի ընդունակություն չունի եւ չի էլ կարող անալիզ անի թե ինչից են խոսում ինչ են ուզում հասցնել եւ այլն Եվ սա ընդհանուր այսպիսի sense ալիքներով վերև ներքև անելով գնում է։ Հիմա ես միշտ գլխից էլ ասել եմ եւ չեմ փոխում կարծիքը, որ սա գիտեք ինչ է, այն գրաֆներից է, որ զիգզագներով գնում է, բայց ընդհանուր տենդենցիան դեպի լավ է գնալու արևմուտքի համար եւ Ուկրաինայի համար, ինչու որովհետեւ ուժերը կուտակվում են ավելի այս կողմի վրա մարդիկ զարթնում են արդեն Եվրոպան զարթնել է ուժերը հավաքում խոսքեր են գնում նրա մասին որ չէ պետք է մի բան անել արդեն Ամերիկայի վրա հույս կանել դե չինի մի խոսքով էս բոլոր շատ կամած process է շատ դեմոկրատիան երբեք արագ բաներ չի անում դա խնդրեմը դիկտատորները մի հատ որոշում են կայացնում ամերիկան ընդհանրապես զիգզագ արում որտեվ Թրամփը որոշում է կայացնում առանց հարցեր տալու առանց հետևանքների մասին մտածելու եւ հետո պիտի ահագին աշխատես որ դա ինչ որ կանգնեցնես դանդաղեցնես փոխես ուղղությունը առաջ տանես եւ դա է խնդիրներից ամենահիմնականը բայց ընդհանուր բանը չի փոխվելու որովհետեւ այս տրենդը որ էս պատերազմ արդեն տևում համարյա 4 տարի կլինի փետրվարին դա ուրեմն նշանակում է հենց դա այն ինչ որ չկարողացան անեն սկզբում ուրեմն հետո արդեն դժվար ալնելու ավելի ու ինչքան ժամանակ անցնում է դա իդեմ իրանց անում եւ իհարկե դա այդ հյութման պատերազմի մոմենտը կա որ հա մենք ավելի կարող ենք դիմանալ չարկաշենք զոհերը կտանք մեզ համար ոչինչ չի նշանակում իսկ դուք չեք դիմանա որովհետեւ դուք ծնվել եք բոլորդ փափուկ այսպես ասած մամայի բալաներ արծաթեփ գտալը ձեր բերանում եւ այլս կանում եք տեսնում եք որ տես չի լինելու դա հասկանալի է որ բոլորը տենց ախմախ չեն ծնվել հիմա ախմախ ծնողների մասին ռուսներն էլ հիմար չեն բարձա չէ որ իրենք տարիներ շարունակ ուրեմն իրենց հետախուզությունը դա միակ ասենք օրգանն է այդ պետական մարմնի մեջ որտեղ ինչ որ չափով աշխատել են նորմալ ձևով եւ դրա հետևանքով են եղել որ որոշ երկրներում ունեցել են ստեղծել են ղեկավարներ որոնք իրենց կողմ են եղել Օրբանը ձեզ ամենաառաջին օրինակն է իհարկե որ նա ամեն կերպ կանգարում էր Ուկրաինայի եւ օգնության իմաստով եվրոպական համայնքում քվեներ չտալով վետոներ դնելով կամ չգիտեմ ինչ եւ ՆԱՏՕ-ի մեջ եւ եւ Օրբանի մասին երկու խոսք ասեմ ուրեմն ինքը հայտնի է ինքը երթասարդ ժամանակվանից իրան առան մեծ փողեր տվեցին որպեսզի ընտրվի դրանք եկան այդ փողերը անուղակի ձևով օլիգարխների կողմից հարուստների կողմից Ռուսաստանից եւ ինքը իրենց պարտական ասենք պարտականասրով կապված Օրբանի խնդրեմը հետեւյալն է որ իր սպոնսորը լինելով ասենք Ռուսաստանը Պուտինը դա աղքատ երկիր է նայել Ռուսաստանը քեզ չի օգնում Իսկ երբ որ դու ինքը եկավ Ամերիկայում եւ ինտերվյուի ժամանակ ասաց որ Հունգարիան ընդհանուր աշխարհով աղքատ երկիր է մենք հարուստ չենք մենք ուժեղ չենք մենք պետք ունենք օգնության հիմա Օրբանի խնդրեմը դա որ ինքը մի կողմից կապված է անձնապես բայց այդ ում կապված է իրան չի օգնում ֆինանսապես Միջև հիմա տալիս էր ասենք թե ավելի լավ գներով կարող ինչ որտեղ նավթ կամ գազ չէ Բայց հանգարց դրանց վրա դրվեց ուրեմն սանկցիաներ, եթե դու շարունակես առնել ռուսական նավթգազ, ամերիկյան սանկցիաները քեզ են վերաբերում, դա քանդի ամբողջ էկոնոմիկան ինքը հասկանում է։ Եվ ոչ մի չի կարող անել դրա դեմ Ռուսաստանը։ Ինքն էլ չի կարող անել։ Խոսակցություն եղավ դրա մասին իր ուրեմն էներգիայի նախարարը կացավ ասած չէ, մենք խնդրեմ չունենք, մենք կառնենք Եվրոպայից կամ ուրիշ տեղից կբերենք այդ Կարակ բան անենք։ Իսկ ունի ասած չէ, տես չի մենք կախված ենք եւ միանգամից Թրավ Ամերիկա, Թրամփի մոտ։ Եվ լաց եղավ, որ չգիտես դու ինձ այդ սանկցիաները մի դիրին վրա մենք աղքատ ենք, մենք պետք ունենք այդ ռուսական բանին, դու
այսինքն կարծես թե այն մյուս ինչ-որ ասվերերը, որ ինքը տարբերակ ունի, դրա մասին չենք խոսում։ Դու երկու բանով, որտեղ իրեն ասացին, որ դու մեզնից պետք է առնես, որտեղ մենք փող ունենք, այլ պետք ունենք փողի, ուրեմն դու փանակ վճարես ուրիշին ինձ վճարի։ Եվ երկրորդը այն է, որ դա ինքը պետք է ցույց տար, որ դրանով իր ընտրողներին, որ հիմա ինքը պետք է նորից ընտրությունների գնա, որ ինքը չէ, ինքը այդքան էլ Պուտինի գրպանում չի նստած, այսինքն ինքը դες Ամերիկայի հետ բանակցում եմ, այնտեղից բաներ եմ ստանում, ուրեմն ցույց տվեցին սանկցիաները վրա չեն բնդացնելու, ես կարողանում եմ շարունակեմ առնել այնտեղից էժան գնով էներգիա։ Միաժամանակ դա Տրամպի մտքի մեջ է նա, որ այս մարդը եկավ, էր ինձ գովեց, ասեց դու շատ լավ մարդ ես, շատ խելոք մարդ ես, շատ խաղացել մարդ ես, ես վաղուց գիտեմ, վաղուց 2015 թիվն է, եւ ես քեզ հետ եմ եւ այլ, դու շարունակի ինձ հետ լինել։ Տրամպն ասում է շատ լավ է, որտեղ լավ բաներ ես ասում, ես օքեյ, սանկցիաները քո վրա կասեցնում եմ, դու կարող ես շարունակել առնել Ռուսաստանից։ Օքեյ։ Սա ուրեմն իր բանն է, բայց դա չի նշանակում, որ հունգարացի ժողովուրդը իր նման է մտածում, հա։ Ամբողջ հունգարացիների ժողովրդին չես առել ժամանակին կամ բան։ Ուրեմն հունգարացիները դուրսական փողոցները, ասում են, որ բավական եղավ արդեն, մենք համաձայն չենք այս վիճակին, մենք հիշում ենք, թե Հունգարիա ոնց մտան սովետական զորքերը, սկսեցին այդպես բաներ ցույցադրել, ասել, հիշեցնել, եւ Օրբանը մնաց ինչ-որ բանի քաղաքական ինչ-որ դժվար վիճակի մեջ։ Դրա պատասխանը իր ամենախղճուկ պատասխաններից մեկն էր, որ երբևէ կարող է լինի, բայց հետաքրքրորեն կրկնվեց դա նաեւ, այն էր, որ բան արեց, ինչ են ասում, բաց թողեց բոլոր ուրեմն ընդդիմադիրների մի 20,000 անուն, դրանց բոլորի անունները, անձնական տվյալները, որ են ապրում եւ այլ։ Ինչու, որպեսզի վախացնի, ինտիմիդեյթ անի, ասում են անգլերենով, որ մենք գիտենք դուք ով եք, հա, քանի օքեյ, որտեղ եք ապրում, ինչ եք, եւ հետևանքներ կլինի, եթե դու շարունակեք այս ցույցերը փողոցներով։ Փոխանակ դա ճնշեր եւ լրացներ այդ օպոզիցիային, դա ավելի կատարեցրեց նրանց, ջայլերին դրանով չես վախացնելու, իրանք բանա չեն տեսել սովետական բանտերը, այսպես ասած, հունգարական այդ ապստամության հետևանքներն էլ չեն տեսել, իրանք միայն նկարներ են տեսել, ավելի ջղայնացան։ Իր վիճակը իմաստով լավ չի։ Տնտեսությունը լավ չի, ինքը պարտքեր ունի, եվրոպական համայնքից դեռ փողեր ունի ստանալի, բայց ինքը դեռևս շարունակում է 50 միլիարդի տային ինչ-որ Ուկրաինային դեմ էր քվեարկում, դից բաներ անում, խոսքով իրան բանանալու։ Մենակ Հունգարիան չի, Սլովակիան էլ էսպիսի մի հատ ուրեմն խելքի պտուկ ունի, այնտեղ որը էլի պրոռուսական բաներ էր անում, քաղաքականություններ տանում, եւ ինչ երկրում Չեխոսլովակիա, որը Հունգարիայից հետո Չեխոսլովակիան էլ մտան չէ սովետական զորքերը եւ հանգարց դրանք էլ որ չեն որ մոռացել են ինչա կատարվել։ Եվ Ծոֆիկոն իրենց պրեզիդենտը էլի որ շատ պրոռուսական էր, էլի պրոբլեմատիկ էր եվրոպական համայնքի ՆԱՏՕ-ի մեջ, քվեարկում իրեն ընտրությունների ա գալու, ասեցին մի խոսքով ոչ, նորից փողոցներում, նորից պատերին բաներ ներկել, պաստառներ կպցնել, իրեն շատ sense վիրավորական ձևով ասել դու գնա Մոսկվա, քո Մոսկվան գնա կամ չգիտեմ գնա ռուսական չգիտեմ գուլակ նստի, չգիտեմ ինչ ասացին եւ ինքը հասկացավ որ չէ, այստեղ լավ չի գնում իր վիճակը, եթե ինքը շարունակի այս ձևով։ Չես կարող դուրս գալ ժողովրդի ինչ որ նույնիսկ ոչ եթե ոչ մեծամասնություն, բայց ակտիվ մեծամասնության դեմ, այդ երիտասարդների դեմ, որոնք ոչ մի ձևի չեն ուզում թողնեն Եվրոպան, գնան ինչ որ Ռուսաստան, որը ամեն գնով իրանց ճղելով ասում է դեպի սովետական մոդելը կյանքի։ Պուտինը ուրիշ բան չի ճանաչում, չէ՞ ինքը պետք է ստեղծի սովետական միություն, որպես ինքը գենսեք դառնա, որ իրա լավ զգա, վերջապես։ Ինչ պրեզիդենտ, ինչ բան, դա ոչ մի բան է, այդ ինչ որ ով էր պրեզիդենտը վերջի, ասենք թե ասենք ինքը Ելցին չի ուզում դառնա, այդ իր համար հարգանք չի, ոչ էլ ուզում է Գորբաչովն լինի, վերջին սովետական միության պրեզիդենտ, առաջի ու վերջի։ Ինքը ուզում է գենսեք լինի, դրա համար իր գլխի մեջ դա է իսկական ուժն ու արժեքը։ Դրա համար պետք է վերականգնել սովետական միություն կոչված այդ կենթանին, հա, խոսքով չեխերը ոնց ասում են ռասկուսիլի էլ հասկացել է սա ով է եւ բոլորովին չեն ուզում հետ վերադառնալ այդ բաները։
Դա չանցավ։ Ես չեմ կարծում որ սա անցնի, ինքը կփորձի իհարկե իր բաներ անել, ելի կվախացնի որ մեր վիճակը շատ վատ է, առանց դրա մենք երկուսն էլ նույն բանն են անում, չէ, եւ Ֆիկոն եւ Օրբանը, որ մենք տնտեսապես կքանդվենք, կվերանանք, աղքատություն կգա, եթե մենք ռուսների հետ չլինենք։ Ուղղակի ժողովուրդը իրենց մոտ երկու երկրներում ասում է կներես դու սխալ ես։ Հակառակը, եթե դրանց նման լինենք, դրանց նման սոված են կլինելու, պետք չի այդպես արել։ Այդ իրանց ամբողջ թեզը, որ իրենք անդադ զարգացում են առանց ռուսների մեր էկոնոմիկան քանդվի, լրիվ սխալ ասում են, բա ինչ անում ստե Եվրոպայում եթե տենց է։ Դա գնա միացին դեղ։ Դա իր հերթին։ Մի խոսքով, այսօրվա դրությամբ այս երկուսին էլ խրկի են բերելու կամաց ճար չկա եւ իրենք են արդեն հասկանում, երբ որ այնտեղ շատ է թուլանում, բայց այդ զիգզագը վերարողները, որ կատարում է ի շնորհիվ, ասենք թե նրա որ Թրամփը կարողանում է շատ արագ իր միտքը փոխի ամեն հեռախոսային զանգից հետո խանգարում է այս process-ի արագ զարգացմանները, բայց տարբերություն չկա, տրենդը շարունակվում է։ Տեսնենք այսօրվա դրությամբ այդ ուրեմն Witkoff Gate-ն է հիմնականում, որ նորությունների լուրերում պատտվում է եւ այդ բանն է, այդ հարաբերություններն, այդ ռեակցիան է Republican base-ի մեջ ընդհանրապես այս բոլոր բաների Republican ուրեմն կոնգրեսմենները, սենատորները շատ են այս ամբողջին եւ ոչ մի ձևի իրենք չեն ուզում Թրամփը այսօր կա վաղ գնացել է, բայց իրանք մնալու են։ Չմոռանանք, որ սենատորները 6 տարով են ընտրվում եւ շատերը մի քանի անգամ են ընտրվում, իրենց բոլորի հույսը հենա, որ իրանք junior senator չմնան, որ նոր ընտրվել ինքը համարվում է ամեն նահանգ 2 սենատոր ունի, նոր ընտրվածը համարվում է կրտսեր սենատոր, որ ավելի հին ավելի երկրորդ է, իրանք ուզում են դառնան, հետո ինչ որ մի հանձնախմբի նախագահ դառնան, որտեղ ավելի շատ էլ համել գումար կա, ավելի իշխանություն կա, ավելի փող աշխատելու, ասած հնարավորություններ կան եւ այլն։ Իրանք այդ բոլոր երազը է, իրանք չեն ուզում մի պրեզիդենտի, ասենք թե խելագարությունների կապված մնան, այս դեպքում շատ ավելի Թրամփը մեծ, ոնց ասեմ, լծակ ունի սենատորների վրա, որտեղ ինքը տենց իր գժությունները, իր ընտրողները բազը, իր բեյսը, հա, ընդունում չի համարում վատ, այսպես ասած, կամ ասում է, որ վատ է, բայց ոչինչ։ Բայց սա փոխվում է անդադ։ Եվ դա փոխվում է ոչ թե որտեղ մագայիստները, redneck-ները կամ չգիտեմ ինչ ուզում եք ասեք, իրան հասկանում են, որ նա վատ բաներ է անում կամ սխալ արտաքին քաղաքականություն է վարում, բոլորովին, մենք թքած ունեն բոլորը դրա վրա։ Սա անում են, որովհետև Թրամփը չկարողացավ այն էկոնոմիկական բարիքները իրենց հասցնի, որը խոստացել էր։ Եվ ոչ միայն չկարողացավ, չկարողացավ պահին այն ինչ որ կար։ Այն ինչ որ ինքը ստացավ Բայդենից, ինքը դա չկարողացավ պահի։ Ինֆլեյշնը մեծացավ, գները թանկացել են ամեն ինչի վրա, այն որ արտաքին հարաբերությունների մասին չեմ խոսում, գների մեջ, ասենք, դա էֆեկտիվ ձևով եւ բժշկական ծառայությունների գինը, եւ մնացած ապահովագրությունների, եւ սննդի, եւ ուզած ապրանքների, եւ տների համար խայտարակ վիճակ է ստեղծվել, որ տների նոր տների արտադրությունը կոպիտ ասենք, հա, ինչքան նոր տուն է կառուցվում Ամերիկայում, ազգական տների մասն խոսում հիմնականում, դա շատ մեծ ցուցանիշ է տնտեսական վիճակի մասին Ամերիկայում։ Եվ դա նշանակում է, որ չեն առնում մարդիկ, նման չեն սարքում նոր տներ, չեն կառուցում։ Իսկ դա չեն առնում։ Չեն կարողանում առնել, այսինքն այդքան փող չկա, այդքան տոկոսները բարձր են, պարտք չեն կարողանում առնել կամ գները բարձրացել են չեն իջնում։ Գները որ գներ չեն իջնում, որովհետև գները շատ մարդիկ առել են բարձր գներով, չեն կարողանում ծախեն ցածրով, նստալեն չեն ծախում։ Ասում եք, սպասեմ մինչև գները բարձրանա, որ կարողանամ ծախեմ, նշանակում է շուկայում չկա ապրանք։ Если դա շուկայում չկա ապրանք, պիտի ենթադրել, որ պիտի կառուցողները արագ արտադրեին նոր առաջարկ տային, այսինքն նոր շենքեր սարքեին, տներ սարքեին ծախելու, բայց չէ, դա չեն անում։ Ինչու որտեղ չնայած որ ապրանք չկա, այդքան ինչքան առաջ էր առնողներ էլ չկան։
ծախողները չեն ծախում, որտեվ չեն ուզում էժան ծախել, իրանք թանկ են առել։ Իսկ առնողները հնարավորություն չունեն, գներն այնքան բարձրացել, որ ինքը ասում է չեմ կարողանում այդ իմ եկամուտով համել նաև այսքան տան մորգեջ տամ, այսինքն տանն համար պարտքս վճարեմ, այդ աննարին գործ է դառնում։ Ու դա չեն արտադրում, դա նշանակում է շատ ուրիշ բաներ չեն, փայտամշակման գործարանները այդքան չեն աշխատում, ստեղծները գիտեք, մեծ փայտից են սարքում, ոչ թե քար։ Ես ինչ իմանամ դրա հետ կապված մնացած բոլոր բաները, խողովակներ, ծորակներ, պատուհաններ, տանիքներ, ես չիմանամ գազոններ, խոտեր, արչևի համար ամբողջ այդ էկոնոմիկայի տարբեր, էլ չեմ ասում, կահույք եւ այլն, ամեն ինչ որ կապված է տան հետ, կանգ առնում, երբ որ դու չի ծախվում, չի սարքում, ոչ ծախվել, որ առնում ամեն անգամ նոր բան ես առնում, դու քո կահույքն ես բերում պետուն, չէ, դու սկսում ես վերանորոգել ինչ-որ բաներ սարքել, ինչ-որ քո ճաշակով անել, խոսքով դա ամբողջ ազդում ամբողջ տնտեսության վրա, դրա համար տների թիվը ինչքան արտադրվում ամենտանի շատ մեծ ցուցանիշ է ընդհանրապես էկոնոմիկայի առողջության մասին, դրա մասին շատ բան ասում, այդ է ուզում ասեմ, մի խոսքով դա վատ է, հետևաբար իր բեյսը բոլորովին գող չի Իրանից, նորից ոչ թե նրանք հասկանում են շատ գեոպոլիտիկայի համար, այլ պարզապես ասում են պախոստացել է իր, պիտի հարստանայինք, պիտի գները իջնեին, պիտի մորոստուն ունենայինք, բա ինչ եղավ, բա ուր ալնում, դու տարիֆները բարձրացեցիր, գները բարձրացան, այս բոլորը եղավ, լավ չի մեր վիճակը, մենք դրանից ինչ շահեցինք, հիմա այնտեղ կան շատ նվիրվածներ, որ իրենց համար տարբերություն չի անում Եվ նական դրանք են, որ իրանք այս շոպային տուն չեն ուզում առնում, որ դարձում ունեն, ասենք, թե օրինակի համար եմ ասում, մի քիչ կոպիտ ձևով։ Այդ կա, այդ մաս, բայց այդ թիվը պակասում է անդադար։ Եվ դա արտացոլվում է ինչի մեջ։ Այն հանգամանքի մեջ, որ կոնգրեսմենները եւ սենատորները ռեպուբլիկան սկսում են կամած քննադատել իրան, ինչ որ հարցերում իր դեմ դուրս գալ, որտեղ իրանք ամենամոտն են ընտրողներին։ Կոնգրեսմենը, որ 2 տարվով է ընտրվում եւ իրան մնացել է պիտարի կամ 6 ամիս, ինքը շատ ավելի սենսիտիվ է իր ընտրողներին, այդ ներկայացուցիչի դրանց բողոքներին եւ զանգերին, հա, քան թե ասենք թե պրեզիդենտը, քան թե ասենք թե բանը, սենատորը մի քիչ ավելի պակաս, որտեղ ինքը 6 տարով ընտրված եւ հույս ունի այդ, ասենք, տնտեսական այդ ցիկլը կանցնի եւ բաները կլավանան իրավիճակը կլավանա, բայց համենայն դեպս իրանք են ուզում նորից ինչպես ասեցի վերընտրվեն եւ իրանք են զգուշ այդ հարցերի վերաբերյալ։ Մի խոսքով իր վրա ազդում է հենց իր բազա, հենց իր հետևորդները, որոնք բոլորովին էլ ուրախ չեն։ Եվ իր հետևորդների մեջ 60%-ը ասում են, որ լավ չես անում, ինչ որ անում ես Ուկրաինայում, եւ տնտեսական վիճակը լավ չի։ Ինչ որ մենք սպասում էինք։ Սա մեծ կշիռ ունի իր համար։ Եվ խոսում եմ իր հետևորդների մասին, ոչ թե ընդհանուր Ամերիկայի մասին, հա։ Ինքը մենակ դրանց մասին է մտածում։ Մի խոսքով սա է հիմնական բանը, որ ազդում է իր վրա եւ ինքը չի կարող անտեսի ես, ինչ ուզում եք արեք, ոնց ուզում եք արեք։ Սա է որ իրան պահում, թե չի իրան մնա, ինքը 28 չի 36 կետով կհանձներ Ուկրաինան 3 վերջանար իհարկե այնտեղ Եվրոպան էլ կա, իհարկե իր ազդեցություն ունի, իհարկե եւ այլ։ Մի խոսքով այսօր էս կանա։ Շարունակենք տեսություն։